Բարի օր, այսօր առաջարկում եմ սկսել տաք աղցանից։ Այս տաք աղցանը կարող է նաև խավարտ լինի որևիցե մսային կերակրի համար։ Ասեմ ինչ է հարկավոր աղցանը պատրաստելու համար։ Համեմ սամիտ, թարմ նանա, սխտոր, դդմի սերմեր մաքրած, քաղցր պղպեղներ, սող, դդում, կարտոֆիլ, լոլիկներ, դեղին պանիր, աղացած պղպեղ աղ և ձիթայուղ։ Սկսենք սոուսից։ Վերցնում ենք հայիչի ամանը և պատրաստում ենք սոուսը։ Կտրատում ենք կանաչիները, ոչ մանր։ Սխտորը, դդմի սերմերը, մաքրած, ցանկալի է նաև բոված և ձիթայուղ։ Ինչու՞ չէ նաև համեմում ենք աղով և պղպեղով։ Շարունակենք։ Կիսում ենք պղպեղները։ Զգուշորեն հեռացնում սերմնատուփը, որպեսզի չվնասենք պտղակոթը։ Այսպես։ Կտրատում ենք սոխը 6 մասի։ Վերցնում ենք տոպրակ, մաքուր և այսպես կտրատել ենք բանջարեղենը և լցնել ենք տոպրակի մեջ։ Հետո կասեմ ինչ ենք անելու հետ։ Կարտոֆիլը, այսպիսի կտորներ։ Հերթ հասավ դդմին։ Կեսը կարծում եմ բավական է։
Մյուս կեսը, որպեսզի չփչանա։ Սննդային թաղանթով փակում եւ դնում ենք սառնանը։ Բռնիր, դիր սառնանը։ Հեռացնում ենք այդ սերմերը։ Եվ կրպում ենք։ Մի քիչ մեծ է, կարելի է փոքրացնել։ Այսպիսի կտորներ։ Սրանք էլ ենք գցում տոպրակի մեջ։ Ջեռոցը հարկավոր է նախապես միացնել 200 աստիճան։ Թող տաքանա։ Իսկ հիմա ասեմ, թե ինչ ենք անում բանջարեղենի հետ, որը կտրատեցինք եւ լցրեցինք տոպրակի մեջ։ Համեմում ենք աղով և պղպեղով լցնում ենք ձիթայուղ և այսպես խաղում որպեսզի հավասար յուղվի եւ համեմունքն հավասար տարածվի։ Նույն բանը կարելի անել կամ կաթսայի մեջ, կամ սիրելի ամանի նման որոցի ամանի մեջ լցնում ենք, փակում ենք կափարիչով եւ թափահարում ենք։ Ասեմ, որ տոպրակի մեջ շատ ավելի հարմար է։ Հանգստացիր։ Կտրատում ենք լոլիկը, իհարկե պատխակոթը հեռացնելուց հետո։ Այն հետո վերցնում ենք ջեռոցի տապակը, լցնում ենք արդեն յուղած բանջարեղենը, և կարելի է գցել, լվանալ էլ պետք չի, հավասար տարածում ենք սա, և լցոնում ենք պղպեղները։ Ինչով? Լոլիկով։
քաշել, այսպես, տեղադրում ենք, լցնում ենք սոուսից, այսպիսի գեղեցկություն։ Եվ պանիր, ինչ անենք, քեչով անցկացնենք, թե կտրատենք, քեչով անցկացնենք։ Բավական է կարծում։ Եվ մնացին չերի լոլիկները, այսպես բաժանում ենք 4 մասի և դնում բանջարեղենի հետ, գեղեցկության համար, ինչու չէ նաև համ կտա հետաքրքիր։ Վերջ։ Կարելի է սա արդեն տեղադրել ջեռոցում։ Ջերմաստիճանի չեստում ենք 180 և թողնում ենք այնտեղ 25-ից 30 րոպե։ Օ, գեղեցկություն։ Չնայած ես ավելի գեղեցիկ էի սպասում։ Վերջ, մնում է սա ընդհանրապես տեղադրել մատուցող ամանի մեջ եւ այսպես մատուցել։ Բանջարեղենով տակաղցան։ Կարմիր պղպեղ 1 հատ, դեղին պղպեղ 1 հատ, կարմիր սոխ ցանկալի է կարմիր, 1-2 գլուխ, սխտոր 2 պճ, դդում 300 գրամ, կարտոֆիլ 2 հատ, մանր լոլիկ 2 հատ, սովորական մեծության լոլիկ 1 հատ, սամիտ համեմ նանա, բավական մեծ փունջ, պանիր 50 գրամ, ձեր ընտրությամբ, դդմի սերմ 2 ճաշի գթալ, կարող եք փոխարինել ընկլույզով կամ նուշով, ձիթայուղ, աղ, սև պղպեղ։ Պատրաստման եղանակը. կանաչիները ոչ մանր կտրտել, լցնել հարիչի բաժակի մեջ, ավելացնել սխտորը, դդմի սերմը, մոտավորապես 50 մլ ձիթայուղ, աղ ու սև պղպեղ անել, հարել։ Պղպեղները երկարությամբ կիսել, սերմատուփն այնպես հեռացնել, որ պոչը մնա անվնաս։ Սոխը երկարությամբ 6 մասի կտրել։ Կտրտած բանջարեղենը լցնել սննդային տոպրակի մեջ։ Ջեռոցը միացնել 200 աստիճան։ Բանջարեղենը հարկավոր է տոպրակի մեջ լցնելուց հետո համեմել աղ ու պղպեղներով, մի քիչ ձիթայուղ լցնել, տոպրակի բերանը հավաքել, լավ թափահարել, որպեսզի բանջարեղենը հավասար համեմվի և օծվի ձիթայուղով։ Լոլիկի պտղակոթը հեռացնել, շերտատել։ Բանջարեղենը լցնել տապակի մեջ, որով դնելու ենք ջեռոցը և հավասար տարածել։ Պղպեղները լցոնել լոլիկի կտրտած շերտերով, տեղավորել այս տապակի մեջ, սոուս լցնել, որ արդեն նախապատրաստել էինք, քերած պանիր դնել, փոքրիկ լոլիկները 4 մասի կտրել, նույնպես դնել տապակի մեջ և տապակը դնել ջեռոցը։ Ջերմաստիճանը այդ ժամանակ հարկավոր է դարձնել 180 աստիճան և եփել 25-30 րոպե։ Տակաղցանը պատրաստ է։ Վաղուց լյարդ չենք պատրաստել։
Լյարդը եւ շատ համեղ է, եւ շատ օգտակար։ Նա մեջ պարունակում է A վիտամին, որը նպաստում է աճին եւ տեսողությանը։ Մեծ էին առաջարկում տեսողության համար ուտել, իսկ փոքրերին աճի համար։ Այդպես պատրաստում ենք լյարդ։ Այն պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է լյարդ, գլուխ սող, լոլիկ, մաղադանոս, աջիկա, աղացած կարմիսե պղպեղներ, աղ եւ բուսայուղ։ Սկսենք լյարդից, քանի որ նա է գլխավոր դերում այսօր։ Բոլորս էլ գիտենք, որ լյարդի վրա կա թաղանթ, որը հարկավոր է հեռացնել։ Այն դժվար է հենց այսպես հեռացնել։ Մենք ունենք տեխնոլոգիա հեռացնելու, բազմիցս ներկայացնել, եւս մեկ անգամ կներկայացնենք, ինչպես անենք, որպեսզի ավելի հեշտ կարողանանք հանել։ Վերցնում ենք սիրելի ամանը, լյարդը գցում ենք սիրելի ամանի մեջ, եռացրած ջուր ենք լցնում վրան։ Իդեպ շատ հաճախ լյարդը խառնում են թոքի հետ։ Ասեմ, որ թոքը լինում է սպիտակ, լյարդն է լինում այս գույնի։ Թե չեք անում արդի գալիս են խանութ, ասում են տվեք ինձ սև թոք չի, սև լյարդ, սպիտակ թոք, այդպես։ Դե ինչ, ջրի մեջ պարելուց հետո մի 2-3 րոպե տեղափոխում ենք ուրիշ ամանի մեջ եւ վրան լցնում սառցաջուր, շատ սառը ջուր։ Թող մի փոքր մնա սառի մեջ եւ արդեն ավելի հեշտ կհանենք թաղանթի վրայի։ Տեսեք, մի փոքր սպիտակ է։ Կարելի անգամ դանակ չօգտագործել։ Տեսեք, քաշում ենք եւ դուրս է գալիս թաղանթը։ Վերջ։ Սա կտրատում ենք։ Այս ընթացքում կարելի էր սոխը տապակել, բայց ոչինչ, սկսել ենք լյարդից, ավարտենք նրա հետ գործերը, կտրատենք, վերջացնենք, կտրատենք, վերջացնենք, վերջացնենք, կտրատենք եւ ետ լցնենք սիրելի ամանի մեջ։ Տապակը հայտնվում է գազ օջախին, հոպլա, թող բուսայուղը տաք հանամ, մինչ սոխը կտրատեմ, դեմ չէ չէ, որ բուսայուղը տաք հանամ։ Ճիշտ է։ Այո, իհարկե ճիշտ է։ Իսկ սոխը կտրատում է կիսաօղակներով։ Թող տապակվին, դու վերսու գտալը հետևիր սոխին, թող թափանցի կանա, իսկ ես հավաքեմ սեղանում։ Թափանցիկացիր սող, թափանցիկացիր։ Էնքան ասեցի, որ թափանցիկացավ։ Շատ լավ է։ Մաքուր տախտակ, մաքուր դանակ եւ ինչպես։ Թափանցի չեցավ թափանցիկանը։ Այո։ Հենց սոխը թափանցիկացավ, ավելացնում ենք, վրան լցնում ենք լյարդը։ Եվ ուժեղ գրակի վրա, այսպես խառնելով, տապակում ենք։
Մինչև լյարդի վրա առաջանա թաղանթ սպիտակ։ Սա գույնը փոխեց լյարդը։ Հենց այս պահին ծածկում ենք կափարիչով, որ խաշվի։ Իսկ մենք քեչով անցկացնենք լոլիկը։ Ավելացնում ենք աջիկա։ Ասեմ գախնիկ, թոքը չի կարելի շատ երկար ջերմային մշակման ենթարկել, որովհետև այն պնդանում է։ Համեմում ենք պղպեղներով։ Աղ։ Լցնում ենք լոլիկի և աջիկայի խառնուրդը։ Լավ տակնու վրա անելուց հետո կթողնենք մի փոքր խաշվի։ Երկուսից 3 րոպե թող խաշվի։ Մինչ այդ նախապատրաստենք մատուցող ափսեն։ Ափսեն կտրատում ենք մաղարդանոսը։ Բույրը զգում ես։ Այո։ Հիմա կուտենք։ Քո տեսողությունը կլավանա, իմ աչը տեղի կգա։ Եվ վերջ, կարելի է մատուցել։ Ես անհամբեր սպասում երբ եմ ուտելու։ Դժվժիկ, տավարի լարդ 400 գրամ, սոխ 4 գլուխ, աջիկա կարող եք վերցնել լոլիկի մածուկ ձեր ընտրությամբ 1 ճաշի գթալ, լոլիկ 1 հատ, բուսայուղ, աղ, պղպեղներ և փոքր քունջ մաղադանոս։ Պատրաստման եղանակը. տավարի լյարդը գցել տաք ջրի մեջ, 1 րոպեից տեղափոխել սառցաջրի մեջ, դրանից հետո թաղանթը հեռացնել և լյարդը ոչ շատ մանր կտրատել։ Սոխը կիսաօղակների կտրատել, բուսայուղով տապակել մինչև թափանցիկ դառնա, ավելացնել կտրտած լյարդը և ուժեղ կրակի վրա խառնելով տապակել մինչև լյարդի կտորների վրա սպիտակ կեղև կապի։ Դրանից հետո ծածկել կափարիչով և եփել 7-8 րոպե։ Լորիկը քերել, ստացված հյուսին ավելացնել աջիկան, խառնել, սալցնել դժվժիկի վրա և եփել մի քանի րոպե։ Չմոռանաք անշուշտ համեմել աղ ու պղպեղներով։ Լյարդը երկար եփել չի կարելի, որովհետև շատ եփելուց այն պնդանում է։ Մատուցելիս զարդարել կտրտած մաղադանոսով։ Այսօր այսքանը եւ հատուկ նրանց համար, ովքեր սիրում են զուգահեռ մեզ հետ պատրաստել, ասեմ, հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք ալյուր, թթխմոր, բուսայուղ, կաթ, ձու, խնձոր, շաքարավազ, դարչին, կարագ եւ շատ բարձր տրամադրություն։ Իսկ մենք կհանդիպենք երբ կհանդիպենք։